Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք ջուղայի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը լուսանկարիչ, դիզայներ Էմմա Մարաշլյանն է։ Ողջույն Էմմա։ Ողջույն Վահե։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ տրամադրությամբ եկել եմ այսօր այստեղ քեզ մոտ հյուր։ Մենք այսօր քայլելու ենք քո արմատներով, եւ այդ արմատները մեզ տանում են դեպի որտեղ։ Եթե խոսենք հայրական կողմից, ապա Նախիջևան, Ջուղաքաղաք, տատիկս Ագուլիսից է եղել, Ազա, Ագուլիս այդ տարածաշրջանը եւ մայրիկիս կողմը Մշից են գաղթել, իսկ իմ տատիկը, մայրիկիս տատիկը Կոնդից է եղել, հենց բնիկ Երևանցի եղել։ Հետաքրքիր է, ես պատկերացնում եմ այդ ամբողջի միքսը, Մուշ, Ագուլիս, Ջուղա եւ Կոնդ, հարաբերակցությունը եւ տեսնում եմ ամբողջովին քեզ։ Ուրախ եմ շատ հրավեր ընդունելու համար, Էմմա ջան։ Մենք այսօր պատրաստելու ենք ջուղայի մի շատ հետաքրքիր ճաշատեսակ, որը պատրաստել է տատիկը։ Այո։ Եվ այդ ճաշատեսակը շատ հայտնի է հայկական խոհանոցում, Սիսեռով ապուր է, որը յուրահատուկ է հատկապես իր սննդարարությամբ, քանի որ հիմնականում սպիտակուցային բազայից է բաղկացած, այսինքն այստեղ ավելի շատ հատիկեղենն է օգտագործվում։ Մեզ դրա համար անհրաժեշտ է, ուրեմն թարմ կանաչի է մեզ անհրաժեշտ, կծու կանաչ պղպեղ, կարմիր պղպեղ, 1 լոլիկ, այստեղ ունենք 2 կարտոֆիլ, 2 գլուխ սոխ, քանի որ սոխ առած ենք պատրաստելու, ունենք նաև խաշված լոբի, սիսեր, նախապես պետք է խաշել կամ թրջել երկար ժամանակ, որովհետև գիտենք, որ սիսերը եւ լոբին ահագին երկար ժամանակ է, որ եփվում են։ Ունենք կարակ, որով սոխ առած ենք պատրաստելու, այստեղ ունենք տոմատի մածուկ, ունենք բուրումնավետ աղ եւ կարմիր պղպեղ ու արդեն խաշված միս։ Միսը կարելի է եւ եփել ընդհանուր ճաշի հետ, բայց կարելի է նաեւ առանձին թեթև խաշել, հետո որպես այդպեսին օգտագործել հենց ճաշի հետ զուգակցված եռման process տանել։ Այս դեպքում ես ընտրել եմ փափուկ միս եւ մենք մանր կտորների ենք վերածելու, որտեղ ինձ թվում է ապուրի մեջ ավելի հարմար է մանր կտորներով ուտել, բայց կարող եք նաեւ ոսկորով տարբերակ օգտագործել։ Ինձ թվում է դասական տարբերակը ավելի շատ ընդունված է ոսկորով տարբերակով։ Հիմա մի հարց. տատիկը ինչի մսով էր սա պատրաստում։ Տավարի։ Տավար։ Ես փորձել եմ գառան մսով, դա աննկարագրելի համեղ է, հատկապես այնքան էի եփել գառան միսը, որ այսպես ոսկորը բռնում էի, այդ միսը իր վրայից հալվում էր ու չգիտեմ, դրա համը չեմ կարող բացատրել։ Տավարի միսը սպეციფიկ համ ունի, չէ՞ գառան միսը։ Ոչ բոլորը, որովհետև այնտեղ տարբերություն կա գառան տարիքի հետ կապված նաև, հա, նաև սեռի հետ, ինչու ոչ, որտեղ միսի սպეციფიկ համը ձեռք է բերում այդպիսի ցուցանիշներից հետո։ Հետևաբար, լավ ընտրված գառան միսը շատ հոյակապ ճաշ է լինում։ Ես քեզ վստահում եմ, որ որևէ փոխադարձ համ չեմ զգալ գառան մսից։ Այստեղ տավար է այսօր, մենք տավարի միս ենք օգտագործելու եւ մենք ուրեմն քանի որ պետք է վերադասավորենք տարածքը, անցնելու աշխատելու եւ հետո հարցեր իհարկե կուղեմ քեզ, ես առաջարկում եմ ընդհատել եւ վերադասավորել ու վերադառնալ։ Շատ լավ։ Մենք վերադարձանք եւ ես առաջարկում եմ դու միսը կտրատես, ես միջև որ սոխառածը կպատրաստեմ։ Բայց ընթացքում մենք անդրադառնանք քո մանկության համերին։ Ինչ ճաշատեսակ է, որ քո մեջ այդպես արմատացած է համը եւ դու ամեն անգամ դրա հոտս գալիս հիշում ես տատիկին։ Կա այդպիսի ճաշ, որ շատ ես նաեւ սիրում։ Տատիկին, դե այն ինչ որ այսօր պատրաստում ենք, հենց դա տատիկս էր պատրաստում, հետո ասեմ, որ իմ հայրիկն էլ շատ համով ձեռք ունի եւ հայրիկից եմ շատ բան սովորել ու հենց այս ուտեսը, որ այսօր մենք պատրաստում ենք, 4-5 օր առաջ մեր տանը կար։ Այսինքն մշտական պատրաստող ուտեստներից ես։ Այո, բայց դե քանի որ ես փոքր ժամանակ բավականին այսպես քմահաճ եմ եղել եւ շատ բան չեմ սիրել, իմ ամենասիրելի ուտեսը սպասն էր։ Ինչ հետաքրքիր է իմ հյուրերի մեծամասնությունը, ովքեր որ եկել են, ասել են, որ իրենք փոքր ժամանակ սիրել են սպաս։ Ի տարբերություն իմ հյուրերի, ես փոքր ժամանակ տանել չէի կարողանում սպասը։ Հետո մեծացա, հասկացա, որ այդ սպասի մեջ կա ռոմանտիկություն։ Այն օրերին, որ անձրև է գալիս, ես որոշում եմ այդ օրը սպաս պատրաստել
վերցնել բաժակի մեջ լցնել, գիրք վերցնել, նստել ընթերցել եւ սպաս խմել։ Ես չգիտեմ, ես եմ ռոմանտիկ, թե սպասն եմ, թե լադրում եմ։ Սառը սպաս ես խմում։ Չէ, տակ։ Տակ։ Ես սառն եմ շատ սիրում։ Համեմով պատրաստված տարբերակը։ Բրնձով թե հենց Ճիշտ ասած, բրնձով տարբերակ ինձ դուր չի գալիս, ես ավելի շատ կողմ եմ հայկական դասական տարբերակին, այսինքն ձավարով տարբերակը պատրաստվող։ ձավարով ես էլ եմ սիրում, բայց բրինձն էլ հետաքրքիր sense Կիսա քաղցրություն է տալիս, չէ՞։ Ես բրնձով տարբերակից սիրում եմ օրինակ կաթնովը, չգիտեմ փորձել ես երբևէ թե ոչ։ Չեմ սիրում։ Դա համբարձման տոնի ճաշատեսակ է եւ պատրաստում էին հիմնականում տոնի հետ կապված, որպես այդպեսին մատաղ էր բաժանվում։ Առաջին 7 շերեփները այդ կաթնովի բաշխվում էր ոչ թե մարդկանց, այլ հողի մեջ էին լցնում արտերի, որովհետեւ մայր հողը եւ կաթը դրանք անմիջապես պտղաբերության խորհուրդն են, այսինքն իրենք կաթով սնուցում էին հողը հաջորդ տարվա բերիության համար։ Շատ հետաքրքիր ծես է, որը համբարձման տոնի յուրատուկ ճաշատեսակներից է, այսինքն տոնածիսական խոհանոց է դա։ Հիմա անդրադառնանք Էմա ջան, ձեր մասնագիտությանը։ Մի րոպե, քոյով եմ խոսացի, ասի ձեր։ Չգիտեմ։ Էմա ջան, հիմա անդրադառնանք քո մասնագիտությանը։ Ես գիտեմ, որ բացի լուսանկարչությունից եւ դիզայներ լինելուց, ունես մեկ եւս թաքնված մասնագիտություն։ Ու ես եթե հիմա վատանամ, դու ինձ կօգնես։ Հա, համաձայն եմ, որ կօգնեմ, սակայն էլի հարց է, ինչպես կօգնեմ, որովհետև ես ավարտել եմ բժշկական ակադեմիան Մոսկվայի, դեղագետ տեխնոլոգ եմ առաջի մասնագիտությամբ, այսինքն կարող եմ քեզ օգնել դեղորայքով։ Ահա, եթե ինչ-որ տեղ համաձայնության չգաս քո որևէ մարմնական ցավի հետ, ես կարող եմ առաջարկել քեզ աջակցել դեղորայքների այսպես ասորտիմենտով։ Ցավոք սրտի շատ կարճ տևեց այդ բժշկական կարիերան, ինչու եմ ասում ցավոք սրտի, որտեղ իսկապես սիրել եմ այդ մասնագիտությունը, բայց դե նկարչությունը եւ աշխատել ես այդ ուղղությամբ։ Այո, աշխատել եմ, իհարկե աշխատել եմ, բայց ընդհանուր առմամբ իմ ստեղծագործական կյանքը հաղթեց բժշկական սֆերային եւ ես որևէ պարագայում չեմ զղջում, ուղղակի սիրում եմ եւ համարում եմ, որ բժշկությունը ինձ օգնեց, հիմքեր ստեղծեց այսօր լինելով ավելի հմուտ իմ թեկուզ եւ այս արվեստի մեջ։ Մեկը մյուսին օգնեց, այսպես կարող եմ ասել։ Իսկ երբ սկսեցիր զբաղվել լուսանկարչությամբ եւ ինչու։ Ես կարող եմ կարտոֆիլով քեզ օգնել, եթե կուզես։ Ես հիմա միսը կդատարկեմ այստեղ սոխարածի վրա։ Չգիտեմ հայրիկը այդպես է անում թե ոչ, բայց ես սիրում եմ տապակել միսը մի փոքր ճաշի մեջ, եւ դա նրբահամ ու յուրահատուկ համ է փոխանցում ամբողջ ճաշատեսակին։ Շատ լավ։ Մի փոքր այստեղ կդաղվի, ես միսը կավելացնեմ, հետո դու կօգնես ինձ բանջարեղենի կտրման հարցում։ Լավ։ Հիմա անդրադառնանք քո մասնագիտական այն դաշտին, որ նաեւ զբաղվում ես դու լուսանկարչությամբ։ Լուսանկարչություն, ինչպես մտար լուսանկարչության աշխարհ եւ գիտեմ, որ լուսանկարչությունը քեզ մոտ ոչ միայն ուղակի լուսանկարել է, այլ նաեւ դա արվեստ է, հատկապես հայկական դաշտի ներկայացման եւ ազգայնի պահպանման հարցում։ Հիմա խոսքը քեզ եմ տալիս։ Շնորհակալություն Վահի ջան։ Այո, նկարչությունը հատկապես լուսանկարչությունը ինձ վրա թողնում է միշտ շատ ավելի սենց խորքային էմոցիաներ, փոքր ժամանակվանից անգամ ես ունեմ մի քանի տենց փոքր պատմություններ մանկուց եկած, որ լուսանկարչությունը ինձ վրա մեծ ազդեցություն է թողել միշտ, հատկապես հիշելով հայրիկիս ծառայության ժամանակ, երբ որ նա բանակում ծառայում էր Մուրմանսկում, չգիտեմ որ կղզիներից մեկում, եւ տեսնելով այդ լուսանկարները սև սպիտակ, չգիտեմ ոնց է ստացվել, որ ունի այդ լուսանկարները, համենայն դեպս նրանք ինձ վրա այնպիսի մեծ ազդեցություն էին թողնում, որ ես այդ լուսանկարները կորցնում էի տան մեջ։ Ուղղակի կորցնում էի, այսինքն թողնում էի, թաքցնում էի անկողնու տակ, որ չտեսնեի, իրանք ինձ վրա բացասական էմոցիա էին տալիս։ Քանի որ սև ու սպիտակ էին դրա համար։ Եվ հայրիկիս ինձ թվում էր այնտեղ լավ չէր, ինձ թվում էր, որ հայրիկս ծառայության մեջ իրեն լավ չի զգացել։ Հետո ես տեսնում էի նրան շատ ժամանակ տարբեր երեխաների հետ եւ խանդի զգացողություններ ունեի։ Այդ պահի ելնելով նույնպես թաքցնում էի այդ նկարները, մայրիկս էլ երբ որ որոշում էր
տները կահավոր, դասավորում էր եւ այն, ասում էր, ես չեմ հասկանում այս նկարները, ինչի՞ մեկը դաշնամուրի հետևում, մեկը անկողն ու տակ, մյուսը այսպես։ Ուզում եմ ասեմ, այդ ազդեցությունը միշտ ինձ վրա եղել է, հետո իրականում երբ որ առաջի բալիկս ծնվեց, Մարիամը, որոշեցի, որ պետք է զբաղվեմ լուսանկարչությունով, դա ավելի շատ արդեն կապված էր հայկական մշակույթի հետ, որովհետև դեռ այդ ժամանակ ապրում էի Մոսկվայում ու ինձ համար Երևան գալը, Հայաստան գալը որպես տուրիստական երկիր էր դեռ դիտարկվում այդ պահի որովհետև դեռ մեծացել եմ Մոսկվայում, սովորել ավարտել եմ այնտեղ, հայկական կրթություն ցավոք չունեմ, ոնց ես ուզում կտրեմ։ Մանր քառակուսիներով։ Դու ծնվել ես, այսինքն Հայաստանում, տեղափոխվել եք հետո Ռուսաստան եւ քո մանկությունը անցել է Ռուսաստանում։ Այո, ամբողջությամբ։ Ահա։ Լուսանկարներից հասկացանք, թե որտեղից է գալիս այդ ինձ թվում է ոչ թե սերը դեպի լուսանկարներ, այլ այդ վախն է ներազդել, որպեսզի դու փորձես հասկանալ այդ լուսանկարչության աշխարհը, հա, ըմբռնել այդ ամեն ինչը։ Այո, ինձ համար կարևոր էր ամեն անգամ, երբ որ Հայաստան էի գալի, դե ես շատ ընկերներ ունեի արդեն իսկ Մոսկվայում եւ ինձ համար կարևոր էր ներկայացնել իմ երկիրը, երկրից գեղեցկությունը, սարերն ու ձորերը ու այսպես ասած փորձում էի ներկայացնել երկիրը լուսանկարների միջոցով իմ ռուս, այսպես ասած, ընկերներին եւ պատկերացա, որ ստացվում էր, որովհետև իրենց մեջ առաջանում էր հետաքրքրություն, անգամ տեսնելու ցանկությունը Հայաստանը, թե ինչ է իրանից ներկայացնում։ Մի այսպես կայք կար, ֆոտոկրիտիկ էր կոչվում, երբ որ դու ներկայացնում ես քո լուսանկարը եւ տարբեր լուսանկարիչներ, քրիտիկներ քննադատում են։ Ինձ դա շատ օգնեց, որպեսզի ես հաստատվեմ որպես լուսանկարիչ եւ հասկանամ իմ թեկուս տարբեր սխալները եւ այլն, եւ այնտեղ էլ հանդիպեցի իմ ուսուցչին, որը որոշեց, որ ունենալով որոշակի լավ, այսպես ասած, աչք, այո, լուսանկարչության մեջ հնարավորություն տվեց սովորեմ եւ ես իր մոտ ավարտեցի, 1 տարի սովորեցի Վսևոդ Բարիսովիչ Տաբատրաս պորտրետիստ ժանրի մեջ, հմտացա եւ այսօրվա դրությամբ 17 տարվա ստաժ ունեմ լուսանկարչության։ Հոյական։ Ես քո լուսանկարները տեսել եմ, դրանց լույսը, ստվերը ու այն ամեն ինչ որ կոմպոզիցիոն կա, ուղղակի պաշտում եմ, որովհետև շատ գեղեցիկ է ամեն ինչ արվում։ Իսկ ինչպես մենք հասանք նրան, որ սկսեցինք լուսանկարել տարազներ, հայկական ճիշտ տարազներ ամենակարևորը եւ լուսաբանել ազգայինը լուսանկարչական նման վերածննդի միջոցով։ Երևի նոր ենք տեղափոխվել, ես 2010 թվականին տեղափոխվեցի Երևան եւ միանշանակ առաջին իսկ միտքը հենց լուսանկարչական տուն ունենալն էր, սակայն էլի քանի որ իմ գործունեությամբ եւ իմ տեսակով ես շատ կապված եմ հայկական մշակույթի հետ, ոնց որ մտածում եմ ինչը կարող է հետաքրքիր լինել, այսինքն այդ ինտելեկտուալ կորիզի մասին եմ խոսում, որը իրականում օգուտ կտար, որտեղ իմ յուրաքանչյուր գործողություն, գործունեությունը, ինչ որ ես ստեղծում եմ, ես չեմ ստեղծում ինձ համար։ Ես ստեղծում եմ նաև այսինքն համամարտկային ես փորձում եմ։ Այո, փորձում եմ ոնց որ հետաքրքիր մի բան, որը որ արժեք կունենա ու պատկերացրեք միշտ ես ասում եմ, որ պետք է ուշադրություն դարձնել տարբեր նշանների։ Դու հավատում ես նշաններին։ Այո, իհարկե։ Այդ նույն զգացողությամբ։ Իմ մասնագիտությունը թելադրում է ինձ նաև դրանց մեջ լինել խորհրդաբանությունների հետ կապված։ Դա շատ հետաքրքիր է դեր։ Եվ այդ նշաններից մեկը, երբ որ ես զգացի, որ մեր հասարակության մեջ կա հետաքրքրություն ազգային հագուստի նկատմամբ, ընդհանուր հետաքրքրություն, դերևս այն ժամանակ միգուցե դու ճանաչում ես Իլյա Վարդանյանին, լուսանկարիչ, նա մի շարք էր արել Լուսիկ Ագուլեցու տարազների այո, տեղյակ եմ այդ շարքից։ Եվ շատ հետաքրքիր արտ, այսպես լուսանկարչական այսպես շարք էր ստացվել, որը ինձ շատ ոգեշնչեց, ինչպես նաև վրացիները, որոնք շատ հմուտ են իրանց գործի մեջ եւ ազգայինի պահպանման մեջ, մեծ այսպես ոգևորություն տվեց նաև իրենց տեսանկյունից, թե ինչպես են նրանք կարողանում ներկայացնել ազգային հագուստը։ Ես որոշեցի, որ նույնպես կզբաղվեմ այդ գործողությամբ, իհարկե բավականին բարդ էր ու դժվար, որովհետև այդ ժամանակահատվածում չկային իրական տարազի այսպես օրինակներ եւ
փորձում էիր թանգարանների միջոցով, փորձում էիր անհատների միջոցով, իդեպ Գագիկ Գինոսյանն էր ինձ շատ աջակցում, փորձում էր ոնց որ ուղերձեր այն մարդկանց, ովքեր որ ինչ որ չափով մոտ են տարազին, եւ այդպես կամաց-կամաց ձևավորվեց իմ ստուդիայի մի քանի կտոր հագուստը։ Դա հետաքրքիր ճանապարհ էր, բայց այսօր մենք ունենք 70 կտորից ավել տարազ։ Իդեպ արդեն դու մեզ օգնում ես, մեր ստուդիայի հիմնական խորհրդատուն ես, որի համար շատ շնորհակալ ենք ամբողջ թիմով։ Սիրով, ես միշտ պատրաստ եմ, որովհետև այն մարդիկ, ովքեր որ լավ գործ են անում հայրենիքի համար, ես իրենց կողքին եմ, երբ որ վերաբերում է ազգայինին եւ հայկական տարազին, ու ընդհանրապես այն ինչին, որը որ կարող է երկրին գոնե մեկ փոքրիկ հատվածով օգնել, այնպես որ ինչպես ասում են իրարով եւ իրար հետ։ Այո։ Ես այստեղ հիշեցնեմ հերոստատողին, թե ինչ եմ արել, որտեղ այդ ընթացքում ես հասցրեցի ահագին բան անել, միջև դու պատմում էիր։ Միսը, կարտոֆիլը, լոբին եւ իհարկե մնացած բանջարեղենը կտրատել ենք, ավելացրել ենք այստեղ, ես դեռ ջուր չեմ լցրել։ Այս ամեն ինչը եփվում է կարագի հետ միասին։ Ես հիմա կավելացնեմ նաեւ ուրեմն կարմիր պղպեղը եւ վերջում կավելացնեմ սիսեռը։ Ու հետո նոր ջուրը, քանի որ մի փոքր այստեղ համերը իրար է փոխանցում, հետո նոր ջրի միջոցով հասնում է իր եփման աստիճանին։ Ինչ համովա, չէ՞, տեսքը։ Այո։ Շատ հետաքրքիր գունային համադրություն է։ Էմա ջան, ես կառաջարկեմ այստեղ դու կանաչին էլ կտրատես։ Այստեղ կավելացնեմ նաև ես սիսեռը, ամենակարևոր բաղադրիչներից մեկն է համի փոխանցման, եթե անգամ միշտ չլինի այս ճաշի մեջ, այդ սիսեռի յուրահատուկ համը մենք զգալու ենք։ Իմ տատիկս ով ջուղայից էր, նո Ագուլիսից, այսպես ասեմ, որտեվ ամուսնացել ու տեղափոխվել է ջուղա, միշտ որ ասեն սպეციფიկ դիալեկտ ունեն, դե ինքը իրեն զոկ էր համարում։ Այո, Ագուլիսի բարբառը շատ հետաքրքիր է։ Հա, ու երբեմն ես չէի էլ հասկանում իր բարբառը, իդեպ ասեմ ադրբեջաներեն էլ գիտեր, բայց իհարկե չէր օգտագործում այդ լեզուն, ավելի շատ բարբառը եւ սպეციფიկ sense բառեր ուներ։ Անհասկանալի ինձ համար։ Հիմա այնքան եմ ափսոսում, որ չեմ կարողանում, դե չկա, այլևս տատիկներս չկան, ոնց որ այս խելքը որ լիներ, հարցնեի մանրամասնորեն անցյալը, դե սովետից եկած ժողովուրդը առհասարակ չէին սիրում շատ խոսալ անցյալից։ Այսինքն ինչ որ բան կար։ Այնտեղ իրենց մոտ փակ գաղափարը կար, որտեղ գիտենք, որ արգելքներ կար որոշ բաների մասին խոսելու եւ իրենք եւս մեղավոր չէին։ Եվ մենք էլ այդ տարիքում իրականում փոքր ենք եղել, որ հասկանայինք, որ տատիկի ամեն մի բառը ու խոսքը այդպես արժեք ունի, մեծ արժեք նյութ է դառնալու հետագայում։ Ես երբ որ սկսեցի արդեն հավաքագրել տատիկ պապիկներից նյութեր, այդ ժամանակ արդեն հասկանում էի, թե ես ինչ եմ անում։ Եվ ի հաջողություն մեզ եւ ի հաջողություն ինձ ես կարողացա իմ տատիկ պապիկներին նկարահանել, որտեղ իրենք պատմում են գաղթի ամբողջ իրենց պատմությունը, այո, Սասունի խոհանոցը եւ այդ ամեն ինչը բարբառով են պատմել, որտեղ շատ կարեւոր էր իրենց կենթանի այդ վկայությունները եւ մնացած այլ գաղափարախոսությունը հետագա սերնդերին փոխանցելու համար ունենալ այդ տեսանյութի ձևով։ Ես այստեղ ամբողջը խառնեցի, Էմա ջան։ Հիմա կավելացնենք նաեւ ջուր եւ կթողնենք, որպեսզի եփվի։ Դեռ ջուր չեմ ավելացրել, կավելացնեմ ջուրը եւ իհարկե, քանի որ այստեղ մեծամասնությունը արդեն իսկ եփված է, այսինքն մեզ քիչ ժամանակ է պետք լինելու, միայն կարտոֆիլը պետք է այստեղ եփվի եւ համերի փոխանցում տեղ ունենա։ Կանաչին ես առաջարկում եմ ավելացնել վերջում, որպեսզի վիտամինային այդ բազան ամբողջությամբ պահպանվի։ Դե ինչ առաջարկում եմ ընդհատել։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, անմահական ճաշը մեր պատրաստ է, ջուղայի ճաշատեսակ, սիսեռով ճաշ, որը յուրահատուկ համ է փոխանցել եւ բույր է փոխանցել մեր տաղավարին։ Էմա, ասա, որ շատ ներդաշնակ բույր է այստեղ։ Շատ համեղ։ Եվ ես առաջարկում եմ փորձել ու տարբերությունն ասել, հայրիկն ինչպես է պատրաստում, ես ինչպես եմ պատրաստել։ Վստահաբար։ Բաբջան կներես։ Բայց իսկապես վահե, ապրես, շատ համով ձեռք ունես։ Իրականում շատ լավն է։ Ես չեմ սարքել դրա համար եմ ասում, շատ լավն է։
Դե ինչ խոսք։ Եկեք փորձենք միասին։ Հա։ Կներեք, որ մենք ձեզ այս կադրերը ցույց ենք տալիս, sense համով ուտում ենք, բայց մենք ձեզ դրթում ենք, որպեսզի դուք պատրաստեք այս ճաշատեսակը եւ փորձեք ազգային խոհանոցից յուրահատուկ ճաշատեսակ։ Շնորհակալ եմ Էմմա ջան հրավեր ընդունելու եւ փոխանցելու այս բաղադրատոմսը, որը տատիկներ քեզ փոխանցել։ Հետո հայրիկը։ Այո, պահպանել եւ տարածել միմիայն հայկականը։ Շնորհակալ եմ շատ։ Նույնպես շատ շնորհակալ եմ, զգացված եմ ձեր հյուրընկալության համար եւ հուսամ դեռ նոր բաներ կլսենք ու կտեսնենք քեզանից եւ կփորձենք, կհամտեսենք, այսպես։ Շնորհակալ եմ։ Ջուղայի այս յուրահատուկ ճաշատեսակը, որ պատրաստեցինք Էմմայի հետ, համը ինձ թվում է մշտական ես զգալու եմ, որովհետև շատ յուրահատուկ ճաշատեսակ էր։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին, հացն ու գինին տեր կենթանին։